Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը Սիրանուշ Սարգսյանն է, ով շատերին հայտնի է Մերի Սարգսյան անունով։ Ողջույն Մերի ջան, ավելի շուտ ձեզ համար բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք, որպեսզի մասնակցեք մեր նախագծին։ Ես էլ շնորհակալ եմ եւ սիրով ընդունել եմ ձեր հրավերքը եւ սիրով կմասնակցեմ ձեր նախագծին։ Շնորհակալություն։ Եկեք պատմեք մեզ, թե ինչպես հասաք Ամերիկա, ինչու որոշեցիք հենց Ամերիկա տեղափոխվել։ Մի փոքր պատմեք մեզ։ Ամերիկա տեղափոխվել ենք 2023 թվականին։ Արդեն կլինի 3 տարի, մեր նպատակն էր զուտ բարեկեցիկ կյանքը եւ աշխատանքի մեջ ավելի նոր ձեռքբերումներ ունենալը։ Եվ իմ տղաների ընտանիքի հետ եմ այստեղ եկել ու մտածելով, որ իմ տղաների ապագան այստեղ ավելի լավ կլինի եւ ինչու՞ չէ նաեւ մերը։ Դրա համար փորձել ենք ամեն ինչ թողնենք մեր տունը եւ ամեն ինչը եւ ծնողներիս իմ եւ եկել ենք այստեղ։ Արդարացված են ձեր այդ նպատակները, որ արդեն եկել եք։ Գոհ եք, որ եկել եք։ Սկզբնական շրջանում չի ասի գոհ ենք, լեզվի խնդիր ունեինք, միջավայրի խնդիր ունեինք, ավանդույթների խնդիր ունեինք, ջերմության, այտենց ամեն ինչ առնչվել եմ դրանց եւ հիմա ոչ թե հարմարվել եմ Շուշան ջան, այլ փորձում եմ համակերպեմ, ինչ որ կա, այսինքն ես տեսնում եմ, որ սա է այստեղի կյանքը, մեր հայաստանյան լրիվ ուրիշ ձև էր, այստեղի կյանքն էլ սա է, փորձում եմ համակերպեմ ստեղի կյանքին։ Բայց նպատակ կա, որ պիտի վերադառնաք, թե տենց։ Ներկա դրությամբ, այո, ես ունեմ։ Ես ունեմ նպատակ, որդիներս ոչ։ Նրանք այստեղ իրանք արդեն իրանց տեղը գտան։ Այո։ Այո, Շուշան ջան։ Իրանք այստեղ իրանք լավ են զգում, իրանք լեզվի խնդիր չունեն, իրանք իրան շրջապատում հարմարվել են, սովորում են, իրենք աշխատանքով արդեն իրանք իրենց գտել են, թե իրենց որն է հարմար։ Մեր համար մի քիչ դժվար է, ճիշտ է, ընտանիքս տեղ է, բան չունեմ ասելու, բայց դժվար է, նախ ծնողներս են Հայաստանում, առաջինը դրա համար է դժվար, եւ երկրորդն էլ, չգիտեմ, ամեն դեպքում տարիք չեմ ասի, բայց իմ համար շատ դժվար։ Բարսա։ Բայց ժամանակի ընթացքում այդ կարոտի ուժգնություններ փոխվում է, չէ՞։ Հիմա կարող է 5 տարուց հետո որոշեք, որ ես իմ Չեխի վերադառնամ։ Չէ, կարող է ինձ ասում են, չգիտեմ, ճիշտ է թե չէ, չեմ դրա մեջ հələ որ տենց առնչվե որ հասկանամ կլինի իմ հետ թե չի լինի, ինձ ասում են մի անգամ որ գնաս գաս, կարող է եւ արդեն քո միտքդ փոխես, այդ հələ ես չեմ զգացել զգացողությունը։ Միգուցե եւ գնամ գամ եւ էլ չուզենամ։ Դեռ չեմ եկել։ Դեռ չեմ եկել։ Խնդիրը թղթերն են, երևի։ Չէ, թղթերս ամեն ինչ նորմալ է, գրին քարտով եմ եկել, Շուշան ջան, ուղղակի ժամանակ կա, որ պետքա լրանա, որ նոր ես գամ։ Պետքա լինեմ քաղաքացի, նոր գամ։ Հələ քաղաքացիություն ձեր չեք բերել։ Դեռ ոչ։ Տղաները։ Տղաներն էլ մենք միասին ենք եկել բոլորս։ Մենք բոլորս էլ դեռ քաղաքացի չենք ներկայությամբ։ Սպասում ենք դրան, անհամբեր։ Հետաքրքիր, բայց ասում են գրին քարտը բան է, չէ՞, ընտանիքներին տենց հիմնականում բան չեն հաստատում, բայց ձեր ընտանիքով հանդերձ հաստատել են, էլի։ Որովհետև մենք ընտանիքի վերամիավորում ենք ունեցել, այդ ծրագրով ենք եկել, իմ ամուսնու քույրիկն է մեր համար դիմել, որ ընտանիքը վերամիավորվի, տենց մենք եկել ենք, ճիշտ այդ գործընթացը շատ տարիներ երկար է տևել ու ոչ մեկս էլ չենք մտածել, որ կարող այդ օրը գա, որ մենք հայտնվենք Ամերիկայում։ Շատ իմ համար շատ անակնկալ ստացվեց, մինչև անգամ մենք վերջի րոպեն ես եւ իմ փոքր տղաս մենք մինչև վերջի րոպեն աշխատել ենք։
Լավ է, որ Հայաստանի դուռը վերջնական չեք փակել, Չէ, մեր հուսով կվերադառնաք։ այո, տունը մեր այնտեղ կա, չենք վաճառել, ամեն ինչ մեր այնտեղ թողել ենք ու այդ նպատակով, որ այո, կարող է եւ գա մի տարի, որ մենք հետ վերադառնանք։ Լրիվ չենք մտածել, որ չէ, վсё, մենք դուրս ենք գալիս Հայաստանից եւ վերջ, գնում ենք այնտեղ ապրենք, դա վերջնական մեր որոշումն է։ Այդ տենց չենք եկել ոչ մեկս ընտանիքի անդամներից։ Հա։ Այնիշն է, որ շատ եք կարոտում Հայաստանից ու ոնց որ հենց այդ մի բանի կարոտն է խանգարում, որ այդտեղ վերջապես հանգիստ ապրեք, էլի դուք այդտեղ։ Շատ եմ կարոտում, շատ եմ կարոտում ջերմությունը, մարդկանց շփումը։ Չգիտեմ, մեր ջերմությունը լրիվ, ես այն ժամանակ տսենց չեմ հասկացել, էսի Շուշան ջան, անկեղծ։ Ես չեմ պատկերացրել, որ ինչի մասն է խոսքը, ինչ կապ ունի, մարդիկ են, բոլորս էլ դուրս են գալիս, շփվում ենք, առավոտյան արթնանում ենք, գնում ենք, գալիս ենք աշխատանքի, գալիս ենք տուն, բա ինչն է, բայց հասարակ այն գիտեք ոնց, այստեղ ամեն ինչ պետքա ասեն ժամանակ, զանգեք, նոր համեցեք, չգիտեմ, ասես բաներ կա, որ այդ մեր ես չեմ տեսել Հայաստանում տենց բաներ, իմ շրջապատում համենայն դեպս չի եղել։ Մեր տաքուկ անկյունը, մեր ջերմությունը, մեր հանդիպումը, մեր այն սուրճ խմելը, հավաքույթը լրիվ ուրիշ է եղել, շատ է տարբերվում ստեղից։ Ես էլ չէի պատկերացում կազմում, միջև չեկա ստեղ չհասա։ Բայց այդտեղ էլ ասում են մարդիկ, ոնց որ սենց անդադ շփտան իրար, չէ՞։ Մեր հայերս այդ տես չենք, չէ՞, ոնց որ ամեն մեկս լուրջ դեմքով քայլում ենք մտքերի մեջ, կամ որ շատ ենք լսում անդադ ասում են շնորհակալություն, վայ կներեք, բան։ Մի տեսակ դրանք գրավիչ բաներ են, չէ՞, տեղի հետ կապված։ Բայց էլի քիչ է։ Չեմ կարա, ախր շատ բացական ասենք, ստեղ լիքը լավ բաներ էլ կա։ Լիքը լավ բաներ էլ կա, որ ես կուզեմ լինի Հայաստանում։ Նայում եմ, նայեք, ասում եւ նա եմ ասում, եւ նա եմ ասում, էլի, բայց օրինակ, ստեղ ամենակարևորը, որ մարդ Աստվածը ստեղ շատ ահավոր ձևի գնահատված է։ Հենց ինքը աշխատող, այո, շատ արժեքները շատ բարձր են մարդու, աշխատողի արժեքները, մարդկանց արժեքները, մեծահասակների, մի այլ տիպի աստեղ այդ հասկացողությունը, որ Հայաստանում ես այտենց չեմ նկատել, ճիշտ ասած Շուշան ջան, ինքը որ այդ նայեք դուք հիմա այսօրվա դրությամբ ես կարամ աշխատեմ միտեղ ու ես չպատկերացնեմ, որ մի ամիս հետո ես այդ հնարավորությունը ունեմ մի ճանապարհ անցնեմ, մի ուրիշ բարձրունքի հասնեմ։ Ես Հայաստանում դա գիտեմ, որ չի լինել։ Բայց դեռ ես ամեն վարքյան սպասում եմ, որ կարա լինի։ Ես հիմա կարող եմ ձեր հետ խոսել վերջացավ, ես չգիտեմ ես ինչ որտեղ կլինեմ, որ աստիճանի վրա կլինեմ, որ բարձրունքին կլինեմ։ Այդ հնարավորությունը այս երկիրը, որ այն ժամանակ ասում են հնարավորության երկիր ու տարիքային սահմանափակում չկա, ես չէի պատկերացնում։ Ինքը այդ ուզեմ որ օրինակ Հայաստանում մեծահասակներին միշտ նշվում է, չէ, որ աշխատանքի են հրավիրում, այսինչ տարիքը։ Ստեղ այդ գաղափարը չկա։ Դու կապ չունի թոշակառու ես, դու կապ չունի 80 անցես։ Իմ հետ ես գնում եմ քոլեջ, իմ հետ սովորում է 92 տարեկան պապիկ։ Իսկ ստեղ հակառակն է, մեծ տարիքով մարդիկ ասում են, ամոթ չի որ գնամ սովորեմ։ Ու չէ, ստեղ աշխատանքը, սովորելը, ամեն ինչը մեծահասակներին շատ ավելի բարձր արժեքների վրա է գնահատում։ Հետաքրքիր, բայց այդքան պայմանները, որ լավ հնարավորությունները կա, պայմանները կա, բայց նաև շատ վիդեոներ ենք տեսնում, որ այդքան շատ անտուն մարդիկ կան, չէ՞։ Օրինակ Հայաստանում այդ կարգավիճակով ես իմ օրվա ընթացքում մի հատ երկու հատ տենց կնկատես էլի այդ երևույթը, բայց վիդեոներ կան, որ sense նայում ենք, ասենք Գլենդեյլում էր թե որտեղ էր ամբողջ մայթին անտուն մարդիկ իրանց կարիքները հենց փողոցում են հոգում կամ չգիտեմ բա ոնց է չեն օգտվում այդ հնարավորությունից, բայց մենք գալիս ենք այդտեղ միանգամից կարողանում ենք ոնց որ կայանանք, էլի։ Երևի ալարկոտ են իրանք։ Ես այդ հարցի պատասխանը կարամ մի բանում ասեմ, իմ կարծիքով աշխատող մարդը
ցանկացած երկրում ինքը ունի իր աշխատանքը ու ունենա նայեք եթե դուք լինեք էլ սկսնակ նոր երկիր ու սկսնակ դուք ելի մի բարձունքի կհասնեք ձեր աշխատասիրությամբ Եթե դուք աշխատասեր չեք, Հայաստանում էլ լինեք, ուզում եք լինեք Ամերիկամ կամ լինեք Գերմանիայում, որ եվրոպական ցանկացած երկրում է դուք լինեք, անգամ մեր երկրում էլ աշխատող չեք, դուք, այսինքն դուք այդ նույն ձեր ասած կարգավիճակը կարա լինի, նույն անտուն։ Լիքը մարդիկ կան Հայաստանում, որ էլի անտուն են։ Այդ նույն մարդուն դու բերեք Ամերիկա, ինքը նորից նույն անտունն է։ Ստեղ շատ է, այս երկիրը սիրում է աշխատասեր մարդկանց։ Ով աշխատասեր չի միանշանակ այս երկիր կար միանշանակ կար այս երկիր չմտնի այս երկիրը միակ նպատակը նա է որ մտնողը եթե դու աշխատասեր ես всё ինքը քեզ տանում է անverջ այն որ բարձունքների մենակ դու եղի աշխատասեր Այդքան բայց աշխուժության մեջ հասցնում եք նաև հանգստանալ։ Օրինակ Հայաստանում գոնե մենք հասցնում ենք, ճիշտ է երևի աշխատանքը քիչ է դրա համար, ոնց որ բայց շատ ենք լսում էլի Ամերիկայից որ բողոքում են հենց ԱՄՆ-ի այդ հայերը որ այստեղ մենք չենք հասկանում հանգիստը ինչ է անդադ աշխատում ենք այս գործը հիմա դուք հասցնում եք թե չենք հասցնում հանգստանալ ինչ առումով շատը նայեք ինքը հարկերը շատ են այստեղ դու Հայաստանում քո տունն է փոքրամասնությունը որ քոնը չի լավ թող այդ մարդիկ լինեն այստեղ մեծամասնությունը քո տունը չի դու պետքա հասցնես դու չես կարա դու Հայաստանում կարաս մի օր որոշես որ պարկես աշխատանքի չգնաս դու այդ իրավունքը ունես դու քեզ կարաս թույլ տաս բայց դու այստեղ չես կարա քեզ թույլ տաս դու չգնաս որովհետև այդ գումարը ով պետքա քո տեղը վճարի հա կպահեն աշխատավարձից աշխատավարձից կպահեն, այսինքն դու չես կարող, ինքը ամեն ամսվա վճարները քո այնց գրաֆիկով, այնց սխեմա է մշակված Ամերիկայում, որ դու չես կարող դու մի օր բաց թողես, դու մի օր բաց ես թողում, դու մի քանի գումարի վճարումներ, դու չես կարողանա այդ վճարումդ կատարես։ Դու պետքա այն ձև գնաց աշխատանքի ստաբիլ աշխատանքդ լինի, որ դու կարողանաս այդ ամեն ինչը հասցնես դու վճարես։ Չես կարող, եթե Հայաստանում կարող ես դու չգնաս աշխատանքի, ու դու ես կարա լինի, որտեղ դա քո տունն է։ Այստեղ մեծամասնությունը քոնը չէ, ու հիմա Գլենդելում, այս Կալիֆոռնիայում նահանգում Գլենդելում ահա որ ձևի թանկ են տները, հիմա ներկա դրությամբ։ Դուք հենց Գլենդելում եք։ Ես այո, մենք հիմա Գլենդելում ենք։ Հա, հայերով շրջապատված եք գոնե։ Լրիվ։ Ինձ մի հատ ամուսնուս գերոջ կինը իր եղբոր հետ է մնում 4 ժամ թռիչքը այն կողմա, ասում է Մերի դու հիմա Ամերիկայում չես, դու հիմա Հայաստանում ես, երբ որ գաս մեզ մոտ, այն օր դու կհասկանաս Ամերիկան որտեղ է, այնտեղ դու կհասկանաս, որ այդ Ամերիկա է, դու հիմա Հայաստանում ես ապրում, բոլորը խանութները հայեր են, խանութների վրա հայատառ գրած այդ անունները, մարդկանց շփումները, ապրանքները հայեր են։ Շատ չեք կտրվում էլի ոնց որ ասած հայկական մշակույթից, խոհանոցից, չէ՞։ Չէ, այստեղ չէ։ Դեռ չեմ հասցրել կտրվեմ։ Չգիտեմ, այդ ստրեսը դեռ չեմ տեսել։ Բայց այդքանով հանդերձ հետաքրքիր է որ կարոտում եք, էլի Մերի ջան։ Շատ, որտեղ ծնողներս էլ են այդտեղ։ Այ մարդկանց հա, ասեք։ Մարդկանց տեսակներ կան Շուշան ջան, որ իրանք սենց է կամ այն որ մի հատ տարբերակ գոյություն ունի։ Այ 6 ամիս մնաս, всё կանցնի, 3 տարի մնաս, դա էլ всё, արդեն դու կհարմարվես։ Տենց մարդկանց տեսակներ կան, կամ հարմարվում են, կամ չեն հարմարվում։ Լիքը իմ շրջապատող մարդիկ կան, որ իրանք 10 տարուց ավել մնացել են այստեղ եւ վերջում իրանք նորից հետ են եկել, այսինքն իրանք չեն հարմարվել։ Մարդ կա գալիս է առաջի 2 ամիսը, 3 ամիսը, ասում է սա է իմ տեղը։ Հա, Իրանը գտել է։ Ես շատ լավ եմ զգում։ Պարզ է։ Այ Հայաստանից օրինակ ինչն էր որ ձեզ ոնց որ խանգարում էր ձեզ համար լավ չէր այդ կարգավիճակը որ տենց որ ասում եք տարիների պատմությունն է որ որոշել եք գրին քարտը որ լրացնեք ինչն էր էլի որ ձեզ միշտ խանգարում էր ու հա մտածում էիք որ գնաք Ամերիկա։
Այդ հարցի պատասխանը միանշանակ կարամ ասեմ Շուշան ջան, իմ տղաների ուսումը, Հա, որ իրանք որոշել էին։ իրանք որոշել էին, որ պետքա ստեղ գային իրանց ուսման համար եւ հետագա իրանց ապագան ավելի ճիշտ կազմակերպելու։ Հա։ Այ իրանք Որտեղ ընդհանրապես հիասթափություններ չունեին, թեկուզ իրանք ցանկությամբ են եկել, բայց հեշտ որ հարմարվեցին։ հա շատ Հա, շատ տղաները առաջի օրվանից հարմարվել են։ Հետաքրքիր է, իրանք երկուսն էլ հարմարվել են առաջի օրվանից։ ինչ Ճիշտ ասած կուզեիք, որ ասում եմ մի քիչ, տարօրինակ ա թվում։ այո, իմ համար տարօրինակ է թվում, այո։ Դե երիտասարդները մի քիչ ուրիշ ձև են իրավիճակը գնահատում, չէ՞։ Մենք մի քիչ sense ավելի շուտ ես իմ հայրենասիրական կամ չգիտեմ բաները հաշվի ենք շատ առնում։ Իրանք ոնց որ պահի թելադրանքով էլ, ես պահին էսա հարմար օգտվենք, կարող պահ կա իրանք էլ որոշեն վերադառնան, ոնց որ քաղեն կյանքից այդ Չի հատվածից։ բացառվում։ Հա։ Այո, չի բացառվում։ Իսկ ԱՄՆ-ում ի՞նչն ա, որ օրինակ շատ եք հավանել ու կուզեիք էդի անպայման Հայաստանում լիներ։ Միգուցե հենց ձեր տղաներին էլ գրավեր, որ իրանք վերադառնային։ Նայեք, առողջապահությունը, Հա, բայց որ հերթերը շատ հիմա չի այդտեղ։ ներկայությամբ շատ են հնարավորություն տալիս մեզ, որ մեր առողջականով մենք հետևենք։ Ես անձամբ իմ մասին եմ խոսում, ես Հայաստանում երբեք տարվա մեջ չեմ գնացել ոչ մի զննման իմ առողջականի։ Չեմ գնացել, պետքա հասներ այն, որ հին ավանդական խոսք կար, դանակը ոսկորին, նոր գնանք, դա տենց ա եղել իմ մոտ։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել, որ ես գնամ, մտածեմ, օ, գիտեք, տարեկան ստուգում ա, ես պետքա գնամ։ Ինչ որ Բայց մեկը այդտեղ տենց իրանք ինչ բան են անում։ Հայաստանում։ Հա, ես Իրանք օրինակ գնում եմ։ օրինակ իրանք զանգում են եւ մեզ պարտադիր ձևի նշանակում Ահա, են օր, որ հա, պետք է մենք գնանք տարեկան հետազոտման բոլոր տենց օրգան չկա, որ ասենք, այս մի օրգանը գիտեք վճարովի է։ Դուք պետքա վճարեք, որ ձեզ ստուգեն։ Տենց բան չկա, այսինքն ինքը ցանկացած խնդիր, իրանք անվճար քեզ այդ հարցը լուծում են։ ու կարևոր չի, Որը որ որ չկա քաղաքացի հարց։ չեք։ Չէ, մեզ միշտ առաջի օրվանից միշտ մեր բժշկությունը եղել է անվճար։ Պապիկի սիրտը ստեղ վիրահատվել են անվճար։ Հայաստանում դա կանեին, իհարկե ոչ։ Հմ, հետաքրքիր է։ Հայաստանում մարդու սիրտը Հայաստանում վատանում է, շատ վատ վիճակում է, գնում հասնում է այնտեղ, ասում է դու գումար ունես, ինչն է։ Կամ հայաստանյան պետ պատվերա այդ մարդուն մենք մի այլ աչքով նայենք, որտեվ ինքը պետ պատվեր է։ Նման Հա, գաղափար էլ կա։ Ես հա, առնչվել եմ, բայց այդտեղ տենց բան չկա։ Եթե դու գնացիր բժշկի դիմեցիր, ինչի մասն է խոսքը, ինչ տարբերություն։ հմ։ Հա, իրոք այդ որ սկզբից ասեցիք մարդը արժեք ունի, ուրիշ ձև ա գնահատվում, այդ վիճակն ա էլի։ Այդ բժշկությունը բայց ապահովագրության հաշվին ա, չէ, որ անվճար ա լինում։ Այո, Հա։ Դե այստեղ էլ այո, պետական համակարգի աշխատողներն են ու այդպես մեծ վաստավորներն են, որ արդեն տալիս են բժշկական ապահովագրությունը, բայց ամեն դեպքում ես օրինակ ոչ պետական աշխատող եմ, ոչ էլ մեծ հիմնարկի բան, բայց ամեն դեպքում օգտվում եմ, հա, ճիշտ եք ասում, ոչ մեկից չի զանգում, ասում, արի գիտես, օրինակ տարին երկու անգամ պիտի ես ինչ հետազոտությունը կանացի անցնես, հա, գնում եմ, ամեն դեպքում ես էլ եմ անվճար օգտվում։ Ուղղակի մենք ճիշտ եք ասում, որ մեր բնավորությունը ոնց որ դանակը միջև ոսկորին չհասնի, չենք գնա։ Գիտակցության հարց է, էլի պահի տակ ոնց որ հասկանում ես, որ չէ, բայց իմ կյանքն է, ասենք, եթե պետությունն էլ տալիս է այդ հնարավորությունը, ինչի չգնամ, ես ինձ հետազոտեմ, ասենք։ հա, ես օրինակ Հայաստանում ես չեմ տեսել, որ ես գնամ ատամնաբուժարան ու ինձ օգնեն անվճար։ Հա։ Այդտեղ դահե Իհարկե, ատամնաբուժարանն է ատամ, անվճար։ այո, ես իմ բոլոր ատամներս հենց հիմա ստեղ բոլորը կարգի եմ բերել ու Հա։ բոլորը անվճար։ Հա, բայց որակը բարձր է, օրինակ մարդ գիտե մեր տարածքից, որ Ռուսաստանից եկավ, Հայաստանում ատամները բուժեց մի երկու ամսվա կտրվածքով ու հետ գնաց, ասեց այնտեղ մի $4000 պիտի ծախսեն, որ այս գործողությունը անեն ու վերջում կարող է ատամներս էլ չմնան բերանից մեջ, ասում են այնքան դժգոհ ենք, ասենք այդ բանից էլի, որակը դուք Դուք լավ մեզ եք գնահատում։
Դուք նշեցիք Ռուսաստան, ճիշտ է։ Ռուսաստանից, հա։ Չէ, դրսում որտեվ շատ են ասում, էլի, որ այնտեղ որակ չկա, զուտ օրինակ են բերում, որ գալիս են Հայաստանում բարձր է մակարդակը։ Սենց ասեմ, մասնագետ։ Հիմա նույնն է, ոնց որ Հայաստանում, հո բոլոր մասնագետները լրիվ նույն լավ մասնագետները չեն։ Նույնը ստեղ է, ինքը այստեղի մասնագետները, ես չեմ կարող ասել, որ բոլորը լավն են։ Այո, կան մասնագետներ, որոնք, բայց այդ լավ մասնագետը նորից անում է անվճար։ Այդ շատ լավ մասնագետը։ Դեղերը Բացի էլի անվճար, ամեն դեպքում։ դեղորայքն անվճար։ Դուք ստեղ Հայաստանում էլ բան այդ միայն այս բժշկությունը, որ անվճար է, ամեն ինչ ասված է։ Այ, իհարկե։ Մենակ այդքանը որ Ես լինի, էլ չես հիվանդանա, էլի։ Հա, այո, հետո ես չէի ուզի, որ մենք նմանվում ենք, ես նկատել եմ, մենք ոնց որ միշտ նայենք դրսին, ուզում ենք, փորձում ենք նմանվենք մեքենաների վարելը, հագուստը, ժամանակակից այդ, չգիտեմ, մեր կանացի, չգիտեմ, իր Տրենդները։ դեմքի փոխվելը, այդ ամեն ինչը մենք նայում ենք, անում ենք, այ ամենակարևորը չենք նայում, Հա, բժշկությունը։ լավ բաներ է, էլի։ Բժշկությունը նշեցիք, ուրիշ էլ ինչ կետ կա, որ այդտեղ այ տենց սենց վաու, որ ասեք ու ասենք, որ այ Հայաստանում դա տենց չի, էլի, կուզեիք որ փոխվեր։ Առաջինը բժշկությունն է եւ երկրորդը երթևեկությունը։ Հա, Ոչ մի ստեղի մարդ երթևեկություն չի կարողանում անել Հայաստանում, հա, որովհետեւ ստեղի ես մայրիկիս հետ խոսում եմ հեռախոսով ու սենց ապշած եմ, ասում մամ, դու լսում ես մի հատ ինչ որ տենց սիգնալ լսում ես ինչ որ մեկը որ տա։ Իսկ Հայաստանում դու 2 րոպե պատուհանը բաց դու կարող ես քնես պրոստը այդ իրանց այդ ամեն րոպե այդ իրանց այդ ձայների տակ։ Ստեղ տենց բան չկա, Շուշան ջան։ Ստեղ ահավոր ձևի իրանք շատ կարգ ու կանոնով վարորդներ են։ Դրա համար ես եկել եմ այստեղ, ես Հայաստանում չեմ վարել մեքենա, ես եկել եմ այստեղ հանգիստ։ Չիմացող մարդը, զրոյական չիմացող մարդը ոնց կարա այս կարգի շատ Ամերիկայի տեսնում եք մարդկանց քանակը ու այդ քանակի մեջ մեքենաների շատ լինելը հոսքը ու դու վարես սկսնակ վարորդ։ Ոնց կարաս զուտ ինչի համար կարգապահության, որ բայց հանգիստ հայերն կարա էլի կարգապահ, այդտեղ։ հայերը կարգապահ չեն լինում, բայց այտենց չեն կարա լինեն չկարգապահ։ Ուղղակի չեն կարա։ Ժամանակի ընթացքում Որովհետև երևի դառնում են կարգապահ, էլի։ այո, որովհետև ստեղ ահավոր իրանք չեն կարա իրանց պահեն նենց ոնց որ Հայաստան։ Կտուգանվեն, չէ, երևի։ Այո, այստեղ տենց չի, որ էներգիա ծախսեն, իջնի փոլիսը, չգիտեմ ինչ, երկար բարակ խոսա, տենց չի, ես տենց չեմ նկատել։ Ընդհանրապես նամակ է գալիս։ Всё, նկարվեց, նամակը եկա, վերջ։ Դու չես կարա ոչ միտեղ գնաս, չգիտեմ ինչ քեզ ներկայացնես, չգիտեմ ինչեր անես, Հայաստանի պես ում հորողբոր տղերն եմ, չգիտեմ ում մորթի ես իմ ինչն եմ, ինձի բախի նկարեցիր, էսի չէ, ճիշտ է, էս էր, սխալ է, էս էր, տենց բաներ չկա։ Всё, նամակ եկավ, այն հնազանդ ձևի այդ վճարը կատարվում է, всё։ Հետո ինչի՞ց է, էլի, բայց հայերը այդտեղ ամեն ինչին ենթարկվում են, բայց այդտեղ ամեն ձև փորձում են ոնց որ խուսափեն այդ կարգ ու կանոնից։ Այդ նույն մարդը կարող է իրոք գա այդտեղ աղբնել թափի, չգիտեմ, խախտումներ անի, բայց կգա այդտեղ ամեն ինչը կասի, հա, դե ձևերը սենց է, բայց Հայաստանում էլ է ձևերը այտենց, ինչ պարտադիր է որ քեզ ինչ որ մեկը ասի, որ ձևը սենց է, չէ, ասենք, ինչի պիտի աղբը գցես կամ փողոցը սխալ տեղով անցնես։ Հիմա ես ձեր հարցին հարցով պատասխանեմ։ Իսկ ինչի՞ց է, որ Հայաստանում չեն աշխատի այն աշխատանքը, որ կգան այստեղ կաշխատեն։ Հայաստանում Հա, ամոթ է չի կաշխատի, բայց մենք կգանք այստեղ ու կաշխատենք։ Մի քիչ երևի լոպազությունն է, էլի մեր մեջ, որ մենք ցույց տանք, որ մենք այ էս էլ սենց էլ կարանք անենք, Հայաստանում սենց էլ մեր տունն է,
Ոնց կուզենք տենց կպահենք, թե։ Կեսն էլ գիտեք ինչ են ասում են, որ չեն ճանաչում մեզ այստեղ, դրա համար մենք սենց ենք ապրում, ընդեղ մեզ ճանաչում են, իբրև թե ամոթա, վայ, այս ինչ մարդը ստեղ է աշխատում, վայ, ամոթ չի դու աշխատում ես, սենց բան, ոնց կարաս դու մաքրուհի լինես, սենց բան, այստեղ չեն ճանաչում, տենց էլ են մեկնաբանում, մի քիչ տրամաբանորեն, որ մտածում եմ, կարա լինի դες բան, այ։ Դե բայց ճանաչում ենք, նայում ենք, ասենք այդ մարդը այնեղ ինչ որ մեկի վրա գոռում է, ենթանեք պատոհանից նայում, ճանաչում ենք, չէ՞, կամ աղբակցում, կամ ասենք ավտոյի վրա մի հատ եսիմ ինչ արեց, խախտում արեց ամեն դեպքում, չէ՞, փողոցը սխալ անցավ, ճանաչում ենք։ Էդ էլ հովված բան է, որ պիտի ասենք, վայ, հələ նայա, ասենք անգիտակից ապրում է, էլի, օրինապաշտ քաղաքացի չի։ Եթե ճանաչելուն նայենք, թող իրան ճիշտ պահի, որ իր հետևից ասենք ինչ որ մեկը չասի, որ նայի, ասենք Յանը մեզ ինչ անում։ Այո, իսկ որ գալիս են այստեղ տեսնում են խիստ դրված օրենք, որ գալի տեսնում են այստեղ իրանք չեն կարա իրանց անտեղի ժամանակը վատնեն, որովհետև դա անօգուտ է։ Իրանք այն որ դու ինչքան էլ ուզում ես քեզ գնա, չգիտեմ ինչ արա, ուր դիմի, անօգուտ է։ Եթե նամակը եկել է քո հասցեին, դու պետքա հլու հնազանդ գնաս այդ քո վճարումը կատարես, որտեղ դու սխալ ես անի։ Այ ճիշտ խոսք կա, երբ որ քո գրպանին կպնում է, դու էլ չես անում։ Իսկ Հայաստանում, որ իրանք ներում են մեկը մյուսին, փորձում են, նայեք, այն մեկը նայել է մյուսին, գիտես գնացել եմ սենց ծանոթկար էս արեցինք ներվեց, գիտես գնացել ենք սենց ինչ-որ մի բան բողոքարկել եմ, անցել է, եւ միգուցե դրանից էլ իրանք մեկը մեկով նայելու մտածում են, հա, անեն կանցնի, ինչ-որ մեկը կների, իսկ ստեղ ներել հասկացողություն չկա, ստեղ մենք գիտենք, մենք գիտակցված, ես անձամբ գիտակցված գիտեմ, եթե ես այստեղ ստոպեր կա, շատ լավ գիտակցում եմ, եթե ես ստոպի տակ չկանգնեցի ու ես անցա, ինձ հետևից փոլիս եկա, հանգիստ առանց ինչ-որ խոսքի պետք է իմ գումարս գա $500 տուգանք, էդի սկզբից, այսինքն ես չեմ կարա այդ տուգանքից ինչ-որ խուսափեմ, այդ տուգանքի հետ ինչ-որ չգիտեմ կոնֆլիկտի մեջ մտնեմ, չեմ կարող անել, պետք է հնազանդ ձևի վճարումս կատարեմ, ոչ մի ձևի սուտ խոսալ, չգիտեմ ինչ, ես կանգնել եմ, չեմ կանգնել, դու տեսել ես, չես տեսել, տենց բաներ չկա, չի ասում, ու ես պետք է այդ հանգիստ վճարումս կատարեմ, որովհետև ասեմ էդ Շուշան ջան, իրանք երբեք չեն սխալվում, այս Ամերիկան մեխանիզմ է, պտտվում է, այսինքն ինքը չկա միտեղ, որ ստոպ տա, եթե ստոպ տվեց, ինքը փչանալու է, ինքը այսինքն ամեն ինչ հաշվարկով ապրում են, համ մարդիկ են հաշվարկով ապրում, համ օրենքներն է հաշվարկով, մյուս բանին չի կարա խանգարի մյուս բանը, այն մյուս բանը, այսինքն ինքը հաշվարկով էս Ամերիկա ապրում ենք։ Իսկ հայերով ունեք այդպես օրեր, որ հավաքվում եք կամ թեկուզ հայկական տոների ժամանակ հավաքվեք, միասին նշեք, ոնց որ ձեր կարոտն էլ այդպես բան անեք, թե այնքան խառնված եք լինում, անում եք։ Չէ, անում ենք, փորձում ենք անել, որովհետև այդ է որ պահում է։ Ստեղ ես այն ժամանակ, որ եկել էի սկզբից, ինձ ասեցին, մենակ Հայաստանն է նոր տարին անում, չգիտեմ, մենք ենք խառնված անում, բայց արի ու տես ես եկել եմ, ստեղ տեսել եմ, որ ես սկզբնական շրջանում, որ եկել եմ, առաջին մի տարին աշխատել եմ խանութում, դրամարկղում, ու ես տեսել եմ ինչ կարգի առևտուր նոր տարվա համար, ու ես ապշած ասում եմ, էս է Ամերիկայի նոր տարին, ու դուք ասում եք Հայաստանն է անում։ Գիտեք ինչ կարգի առատ ու այդ ամեն ինչը տևում է 1 օր, եթե մենք անում ենք գոնե մեր ուտելիքը սպառվում է մի 3 օրում, ստեղ այդ առևտուրը անում են ընդամենը 1 օր ու ասեմ ցուցադրական չի, որ ասենք Հայաստանի պես ցույց տանք, որ չգիտեք պետք է մեր սեղանին լինի ամենաթանկ խաչքը, չէ, տենց չի, իրանք անում ենք ի սրտե ու զուտ այն ավանդույթը պահելով, ոնց որ չգիտեմ, երևի կարոտը մեր ինչ-որ մի բան, տենց ոնց որ ավանդույթը պահելով մենք միշտ այդ ամեն ինչը անում ենք ստեղ։ Նույնն էլ եկեղեցական տոները, ես տեսա երեք սորի էիք, հարեք մոմ էիք վարում եկեղեցում, տենց եկեղեցին հենց առաքելական եկեղեցու բանով տոները նշում բան, այդ ձև եք մասնակցում։
Այո, բոլոր ինչքան մինչև անգամ Վարդեվարը, աշխատանքի ժամանակ, որ Վարդեվարը լինում էր, էլի մեր տնօրինությունը, մեր աշխատակիցները իրար հետ մենք իրար ջրենք, որտեվ այդ տոնն է, չկա մի տոն հայկական, որ այստեղ չնշվի, չկա այտենց տոն։ Հա։ Բոլոր Իրոք տոները փոքրիկ նշվում են։ Հայաստանում եք էլի, այսինքն Այո, պահում եք էլի ամեն դեպքում դրանով գոնե ոնց որ վստահ ես լինում, որ հայի այդ ինքնությունը պահված վիճակում է։ Թեկուզ ինչքան էլ այո, օտար երկրում եք, բայց հայը հայ է մնում։ Հուսանք մի օր այո։ էլ կվերադառնաք։ Հուսանք, տա Աստված գա այդ ժամանակը, սպասում եմ ես անհամբեր։ Այ որ եկաք Հայաստան առաջինը ի՞նչն եք գնալու, որ փորձեք կամ տեսնեք, ինչ որ մի տեղ, որ անպայման պիտի գնաք հենց այդտեղ։ Առաջինը դե բնականաբար ծնողներիս եմ գալու գրկեմ, համբուրեմ։ Դե իրանք արդեն Աստծուն զվարթնոցում կլինեն։ Չէ, անակնկալ պետք է մատուցեմ։ Հա։ Եվ երկրորդը ես իմ մեջ պլանավորել եմ, որ գնամ Եռաբլուր, որտեվ այնտեղ մի հատ, չգիտեմ, մենք կորցրել ենք շատ տղաներ, հանձինս ես մի հատ ինձ համար շատ թանկ մարդու եմ կորցրել, ինձ պահած երեխա է եղել, բարեկամի երեխա է Քավորիս, մի խոսքով երկրորդը դա է, որ գնալու եմ Եռաբլուր, Գնացել եք, բայց մինչև գալը, Ամերիկա գալը գնացել եք։ անպայման այդ երեխայի համար, այդ տղայի անունը Միքայել է, իր համար գնացել ենք մենք։ Դաժան է, բայց գնացել ենք, այո, հիմա եթե գամ, պետք է անպայման գնամ։ Իսկ ի՞նչ ամեն Ամուսին առաջինը կփորձեք։ Համի առումով էլի ի՞նչն է որ շատ էիք կարոտել, որ հենց եկաք առաջինը էդի պիտի փորձեք։ Կամ մամային ասեք, որ պատրաստի։ Շատ կարոտել եմ, մամային ասում եմ մեր քարի հացը, տաք։ Հա, տեղ չկա։ Ստեղ ամեն տեսակ հաց կա, ես այդ համը չեմ զգում։ Հա։ Շատ եմ միշտ այդ չգիտեմ, այդ լավաշ ստեղ ամեն ինչ որ Հայաստանում կա, այտենց բան չկա, որ ստեղ չկա, բայց այդ քարի հացի համը ես ոչ մի հացից չեմ զգում։ Հացը երևի։ Այդպես շատ են ասում, այդտեղի բանը համերը մեկը Հայաստանի համի նման չի։ Միսը որ ասում են ոնց որ ես իմ արհեստական միս լինի, հա, տենց Դա է ոնց որ չի արհեստական է։ Այդ համը չունի։ Այո, ուտելիքների մեջ, մրգերի մեջ էլ։ Նույն դեղձը այդ համը չունի։ Կան հայկական դեղձեր կան, որ ուտում ես հայկական, բայց այդ համը, այդ հայկական, այդ ծիրանը, այդ հայկական մեր այդ ծիրանի համը, դեղձի համը դրանք չունեն։ Դե լավ, իսկ ճամփորդություններ կատարում եք այդտեղից ուրիշ երկրներ։ Դեռ Չեք չեմ հասցնում։ գնացել։ Դեռ Հա, չեմ գնացել։ Մենակ ամուսնուս ծնունդի օրը գնացինք Լաս Վեգաս։ Մի քանի օրով տենց մնացի, բայց տենց դուրս չեմ եկել։ Նպատակ չունեմ անկեղծ ասած դուրս գալու։ Նպատակս եթե պետքա դուրս գամ, կգամ Հայաստան։ Հայաստան։ Դեռ այդ նպատակը չունեմ, որ դուրս գամ եվրոպական ինչ-որ երկիր։ Շատ են ուզում հետագայում տարիներ հետո Հայաստան գալուց հետո նպատակ ունեմ գնամ Ֆրանսիա, ուզում եմ տեսնեմ, բայց առաջին նպատակը դա Հայաստանն է միանշանակ։ Լաս Վեգասը ձեզ էլ զարմեցրեց, բայց թե սովորական ես իմ Եթե խաղեր սիրում այն մարդիկ, կզարմացնի, կսիրեն այդ տեղը, բայց ես տենց խաղասեր չեմ, ու ինձ չի զարմացրել։ Ինքը սիրուն տեղ է, սիրուն է շատ, իր գույներով, լույսերով, բայց տենց որ ասեմ ինչ որ զարմացել եմ, չէ։ Այս շատ կուզեմ, որ գնամ Ֆրանսիա, շատ եմ ուզում տեսնեմ։ Աստված տա մի օր ստացվի ու գնաք։ Այստեղ ասում ենք ժամանակներս չի հերիքում, բայց անտեղի ենք ծախսում, բայց տեղի բաները չենք էլ անում։ Այն որ ասում ենք ժամանակներս չի հերիքում, բայց ոնց որ անտեղի։ Հիմա ես մի երկու հատ հաղորդում եմ նայել, բայց ինձ շատ դուր է եկել։ Բայց մենք դες տեղյակեր չենք, որ տենց հաղորդում կա։ Չենք մտնում, չենք նայում, չենք կիսվում։
Բայց դե հիմա նայեք, սենց հիմա կարող է ես ինչ գիտեմ, կարող է մի օր մտադրություն եմ ունենում, գնանք ասենք թե Գերմանիա, դուք ինչ որ մեկին կանչում եք Ֆրանսիաներ, հա, ես օրինակ ինձ հետաքրքրեց իրանց այդ նրբությունները եւ այլ, նայեք, սենց բաները մարդ հետաքրքիր է։ Հիմա մարդ կա գալիս է, օրինակ ես անձամբ իմ պահով ասեմ, ես անտեղյակ եմ եկել, դե ես չգիտեի ինչ դժվարություն է, ինչն է խնդրեմ, ինչն է ինձ խնդիր առաջացնել, ոչ մի բան անտեղյակ եկել եմ, բայց դու հիմա որ սենց հաղորդումներ լսում ես, գոնե փոքր պատկերացում ես կազմում։ Ես այդտեղ լրիվ ոչ մի բան պատկերացում չկազմած եկել եմ։ Հետո այս անտեղյակությունը մի տեսակ այնց զզվելի է։ Ասում Երանի ես տեղյակ լինեի։ Այնց կուզեի ես տեղյակ լինեի, ես ուր եմ գալի։ Գիտեք ինչն է։ Մի բան է տեղյակ լինես դու գնում ես ու ինչա քեզ սպասվում։ Դժվարություն է քեզ սպասում, սենց։ Մի բան է դու անտեղյակ լինես ու դու առնչվես անդադ դժվարություն։ Լավ, այս մեկը հաղթարեցի, մյուսն է գալի, մյուսն է, այն մյուսն է։ Ու այս սենց ոնց որ սենց խմորվում ես այդ դժվարության մեջ։ Մեկ մտածում ես, լավ, լեզվի խնդիրն է, գնացինք քոլեջ, հետո մեքենայի հարցն է լուծվեց, հետո մի հատ ուրիշ մի բան։ Տան հա, օքեյ, լավ, ինչքան կարելի է ասվես, վերջը որտեղ է։ Կամ գոնե իմանաս, որ սենց հերթական, հիմա որ ինձ նոր մարդիկ են գալիս Հայաստանից, որ ինձ զանգում են, ես ասում սկզբից մի հատ պատմեմ, ես ինչի մեջով եմ անցել, որ դուք իմանաք, սենց, բաներ կա։ Այն որ ես չեմ պատկերացրել, որ հա, կարա լինի սենց, նոր տեղ ես եկել։ Ես անգամ չեմ պատկերացրել, որ ես կարամ լեզվի խնդրի համար ես ունենամ խնդիր։ Ես կարող եմ ունենամ դժվարություն, որտեղ ես լեզուն չգիտեմ, ես դա չեմ պատկերացրել։ Ես մտածել եմ, որ ձեր ասացի պես Գլենդելն է, հայաշատ է ու ինձ ամեն ինչ դրական են ներկայացրել այդտեղ, ամեն ինչ, գունավոր, դրական, աշխատանք, լիքը գումար, լիքը աշխատանք, ոչ մի խնդիր ու թեթև առօրյա, ասենց ես մտել եմ այս երկիր ու չգիտեմ, ասենց կատաստրոֆիկ բաների մեջով, հիմա նոր ամեն ինչ հասկանում եմ ու դրա հետ մեկտեղ արդեն ոնց որ սենց հարմարվում եմ, համակերպվում եմ, որ հա տեսենց ինչ պիտի անեմ, ես եմ ընտրել այս ճանապարհը, ինչ պետք է անեմ, չեմ կարա ոչ մի բան փոխեմ, այս երկիրը սենց է իր կարգ ու կանոնը, իր օրենքը էս է։ Դե հետո երեխեքն էլ որ արդեն հարմարվել են, դա էլ է ձեզ օգնում, որ ավելի հեշտ հարմարվեք, էլի, ուրիշ բան, որ երեխեքը իրանք էլ դժգոհ լինեին, դուք вообще դուք տեղը գտնի։ Ճիշտ եք ասում, համաձայն եմ ձեր հետ, այո։ Սենց ասեմ, COVID-ի ժամանակ շատ լավ ա եղել, COVID-ից առաջ շատ լավ ա եղել։ COVID-ից հետո ինքը այս պատերազմը, որ եղել է Ուկրաինայի, հոսքը եղել է ստեղ մարդկանց շատ գալը ու ինքը բարձացել է գները։ Այս հոսքը, որ լծվեց ստեղ այս մարդկանց շատ լինելը, ինքը գները բարձացել է եւ տան արժեքներն է բարձացել եւ ուտելիքների։ Ես եկել եմ այստեղ ընդամենը 3 տարվա մեջ այն մեկին մեկ բարձացել է գինը։ 3 տարվա մեջ, էլի, այսինքն էդի դուրս է գալիս, որ ինքը ամեն անգամ բարձրանում է գները, բայց այն ժամանակ սենց չի եղել, որ հիմա ես իրանց այդ հին ապրողներին հարցնում եմ, այն ժամանակ ավելի իրանք հեշտ են ապրել։ EBT այդ որ օգնություն են տալի այստեղ ուտելիքի, այդ ուտելիքի օգնությունը իրանք կարողացել են ամբողջ ամիսը իրանք ապրեն, բայց հիմա դու չես կարող այդ ուտելիքի օգնությունով ապրես, որտեղ այստեղ ինքը գները լավ բարձացել է։ Տները լավ թանկացել է։ Հիմա ներկա դրությամբ ձևով է էլի այդ, որտեվ Հայաստանում էլ է։ Հիմա չգիտեմ, ներկա պահով ես էլ եմ լսել, որ Հայաստանի գները բարձացել է, բայց ներկա դրությամբ ինձ որ խոսում ենք այդ աղջիկներով, շրջապատով, ասում են սենց որ լինում է, ինքը այս նոր ընտրվածը, չգիտեմ, այս Դոնալդ Թրամփը ասում են, որ հիմա գնալով ինքը ավելի ոնց որ սենց ուրիշ է դնելու ու ավելի լավ է լինելու, այդ հույսով են կապվում, որտեղ ինքը լիքը մարդիկ կան ստեղ, որ իրանք թողնում հետ են գալիս, զուտ նրա համար, որ ինքը թանկացել է։ Այն ժամանակվա Ամերիկան չի, այն ժամանակվա Ամերիկան շատ ա եղել օգնություններ, շատ են կարողացել տակից եւ այն, որ մեր հայավարի մի ելք գտնել, ապրել։ Հիմա այդ բոլորը իրանք իմացել են, այդ ելքերի ճանապարհները փակվել է ու հիմա ահավոր ձևի խստացված վիճակ է լինում ու դու պետք է ապրես քո տանջանքով, քո քրտինքով, ուստեղի այդ քո տանջանք, քո քրտինքը չի համապատասխանում քո վճարածին։
Դրա համար, թե չէ Հայաստանում էլ ես մամայիս հետ խոսում եմ, ինքը ասում է լավ թանկացել է գները այստեղ։ Այն օրը գրառում էին արել պահածոն խավիարով, խավիարի պահածոն 2 տարի առաջ 550 դրամ ա եղել ու այսօր խանութներում 1300 դրամ ա դրած։ Ասենք տարբերություն է էլի 2 տարվա կտրվածքով ու ամեն ինչն է էլի այդպես թանկացել։ Փաստորեն այդ ինքը գլոբալ է ինչ որ համաշխարհային վիճակա, որտեղ ինքը 2 տարին է մեր որ թանկացել աստեղ։ Ես այդտեղ եկել եմ ձուն առել եմ 8 հատիկն է մեջը, եթե չեմ սխալվում։ Հա 8 հատիկն։ Այստեղ ես որ եկել եմ առել եմ ձուն 5.99 $6, ինքը հիմա ներկադրությամբ մենք ձուն առնում ենք 16, 15, 14, այսինքն ինքը 2 տարվա մեջ այս կարգ ձունն նենց բան է, որ ամեն օր է, նենց չի որ ասեմ նենց բան եմ ասում, ասենք այդ պահածոն խավիարն, ձունն նենց բան է, ես մտածի որ հացի պես բան է, այսինքն չի կարա հացը միանգամից երկու հատ սենց գին մեկին մեկ բարձրանա, չի կարա էլ այդ հացը տենց ինքը բարձրանա, ու ստեղ լավ ինքը գները բարձրացել է, թանկացումները լավ եղել է։ Լավ, Մերի ջան, հիմա մեր նախագծի վերջին հարցն եմ տալիս, նախադասությունը կասեմ, դուք կշարունակեք։ Ես իմ անուշ Հայաստանի, ինչն եք սիրում։ Ես իմ անուշ Հայաստանի ջերմությունն եմ սիրում։ Տաքությունն եմ սիրում։ Հետաքրքիր էր։ Շնորհակալություն, շատ հաճելի էր, շնորհակալ ենք, որ անկեղծացաք մեզ հետ, Մերի ջան։ Դե ձեր գործերին էլ հաջողություն, թող այնպես ստացվի, որ իրոք վերադառնաք, կամ գոնե թուղթը շուտ ստացվի, որ գաք կարոտը առնեք ու հետ գնաք։ Մերսի շատ, Շուշան ջան, ես էլ շնորհակալ եմ, որ դուք այս առաջարկը ինձ արեցիք, ես նայել եմ ձեր YouTube-յան ալիքով ձեր հաղորդումները, ինչ շատ է դուր եկել, թող լինեն լիքը սենց մարդիկ, որ կզրուցեն, կասեն, մենք է կտեղեկացվենք, որտեղ ինչ կա, ավելի տեղյակ կլինենք, ուր ենք գնում, ավելի մենք գիտակցված կլինենք, մենք ինչ ենք անելու տվյալ տեղում, ես շատ հավանել եմ ձեր այս մտածելը, այս հաղորդումը, չգիտեմ, տա Աստված, որ էլ նորանոր լիքը ձեզ հաջողություններ թող լինի։ Շնորհակալ ենք։